Ողջույն բոլորին, այս տեսանյութում լուսնի միացումների մասին է։ Այսօր լուսինը բավականին շատ միացումներ ունի, սկզբում մեկ մոլորակի հետ, հետո որ մի փոքր արդեն առաջանում է, արդեն միանում է բավականին շատ մոլորակների հետ, որովհետև մոլորակները իրար միացած են, իրար կողք են այս պահին, դա կոչվում է մոլորակների շքերթ, երբ որ գալիս են հավաքվում մեկ նշանում, Եվ դա հենց ազդում է շատ լուսնի վրա, լուսնի դիրքերի, երբ որ նա արդեն պտտվում է իրենց շուրջը։ Դրա համար հիմա բավականին շատ լարված է, հատկապես երեկոյան, գիշերը, եւս լարվածությունը պահպանվում է մինչև ամսի 26-ը, այնպես որ 1 ամբողջ օր կարելի ասել լարվածությունը պահպանվելու է։ Դրա համար այդ օրը բավականին շատ բաներ կան, որը խորհուրդ չեն տրվում, իհարկե նոր բիզնես սկսելը, որոշ ձեռնարկություն սկսելը, նոր աշխատանք սկսելը, գործարքներ կատարել, բանակցություններ վարել, պայմանագրեր կնքել, հատկապես անշարժ գույքի հետ կապված, նաև կարևոր որոշումներ կայացնել, կարևոր հանդիպումներ պլանավորել, շփվել մարդկանց հետ, նաև բարձրաստիճան մարդկանց հետ նույնպես, վարկ վերցնել, պարտք վերցնել, տեղափոխվել, գնումներ կատարել, վերանորոգում կատարել նույնպես բացարձակ չի կարելի, ճանապարհորդություններ սկսել եւս, նոր ծանոթություններ հաստատել, միջոցառումներ, որտեղ բավականին շատ ալկոհոլ կլինի, դա եւս չի թույլատրվում։ Եվ պետք է այդ օրը զգույշ լինեք կրակի եւ թունավոր հեղուկների հետ, զգույշ եղեք սուր կտրող ծակող առարկաների հետ, գործիքների հետ, նմանատիպ ոչ է մեխանիզմ օգտագործելուց, պահպանեք բոլոր տեսակի անվտանգության միջոցները, թե աշխատանքի վայրում, թե տանը, խուսափեք կոնֆլիկտներից իհարկե, նաև սննդի հետ կապված, կծու ուտեստի հետ կապված, փորձեք կծու չուտել, ես նայում եմ անդադ գովազդներում կծու համեմունքներով ուտեստներ են վաճառում Հայաստանում, շատ կծու փորձեք չուտել այդ օրը։ Եվ զգույշ եղեք իհարկե ձեր խոսքերի հետ, որովհետև դա կարող է դրդել մարդկանց վիճելու ձեզ հետ, կոնֆլիկտների հրահրեք, բավականին բացասական օր է եւ պետք չի ավելի ուղղակի մարդը հանգիստ լինի, եթե զգում եք ձեր կողքը անգամ նման ինչ որ վարքագիծ կա, հասնում են աստիճան, որ կոնֆլիկտներ են լինելու, ապա ուղղակի դուք հեռացեք այդտեղից։ Ընդհանրապես լավ կլիներ ովքեր, որ եթե ունեն քաղցկեղներ, ապա ոչինչ մի արեք այդ օրը, որովհետև ավելի վատ կարող է անդրադառնալ դա նման ինչ որ եթե ինչ որ պահեր անեք այնտեղ դե չգիտեմ ինչեր են անում, համենայն դեպս, եթե իր հետ կապված ոչինչ մի արեք։ Թունավորումների հետ եւս պետք է զգույշ լինեք։ Վնասվածքներ կարող են լինել, ուղղակի մարդիկ այստեղ այնտեղ կարող են բախվել, տեսնում եք այնտեղ բնական էր այրվել, այդքան ես խոսում եմ այդ մասին այստեղ, բայց եթե կիսվեք այս տեսանյութով ավելի շատ մարդիկ կիմանան, ես այդքան խոսում եմ այրումների հետ կապված, որովհետև լուսինը միանում է տարբեր մոլորակների հետ եւ դա տեղի է ունենում։ Հատկապես Ուրանն է շրջվում եւ իր շրջման ընթացքում մենք բոլորս ենք զգալու նման աղետներ դեռ այնքան աղետներ են լինելու, որ չեք էլ պատկերացնի։ Եթե ոչ ոքս ոչինչ չենք ասում, միայն լավատեսություն, բնական է, օրինակ ես սիրում եմ ճիշտ ասել, որ մարդը ճիշտն իմանա եւ պատրաստ լինի ամեն ինչին եւ ինքը զգույշ լինի ամեն դեպքում։ Ես ասացի, չէ, որ տանը անգամ պետք է շատ զգույշ լինեք, որովհետև կարող է կրակ բռնկվել։ Ասեցի, որ տոկերին ուշադրություն դարձրեք քնելուց առաջ։ Դրա համար այդ ամենը կատարվում է, որովհետև մարդիկ չեն լսում, մարդիկ տեղեկացված չեն, որ նման միացումներ կան։ Ուղղակի պետք է զգույշ լինել, ոչ ոք ձեզ չի ասում այդպես լույսը բացվի, լսեք եւ այն հատ արեք։ Զգուշությունը դա շատ կարևոր բան է, հատկապես Ուրանի հետ պետք չի խաղալ։ Նա շուտով ուղղահայաց է լինելու այս ափ փետրվարի 4-ին, կարծես 4-ին 3-ին, այնպես որ
իր անցումը, իր պտույտը մենք բոլորը շատ լավ զգալու ենք, շատ փիս ենք զգալու։ Ամբողջ աշխարհով մեկ է հիմա այդպես, եթե հեռուստացույց եք դիտում, ապա պետք է հասկանաք, որ ամբողջ աշխարհում հիմա ինչ ասես կատարվում է։ Դա հենց Ուրանից է եւ այդ օրը, երբ որ այրվել այդ բնակարանը, նա հենց միացում ուներ եւ ես զգուշացրել էի այդ մասին։ Բնակարանը, չգիտեմ ում բնակարանն էր, բայց Արցախից տեղահանվածների բնակարանն էր եւ հիմա իրանք մնացին դուրսի երեխաների հետ միասին, բա որ երեխաներին ինչ որ մի բան լիներ։ Դրա համար ամեն մի ստուտի մուտի տեսանյութեր կկիսվեք, իսկ սա շատ կարևոր տեղեկատվություն է, եթե զգամ չեք նայում, այլևս այս տեղեկատվությունը չի լինի։ Որովհետև լուսինը այնպես չի, որ միայն պտտվում է եւ օրերն է փոխում, ժամերն է փոխում, մոլորա ինչ որ նշանների դիրք է փոխում, նա նաեւ միացումներ է ունենում, որը ավելի հարվածային են, քան իր անցումը այս կամ այն որևիցե նշան կամ որևիցե օր։ Այնպես որ սա ավելի կարևոր է, քան նա։ Դրա համար պետք է ուղղակի ուշադրություն դարձնել, դրա համար ես ավելի մանրամասն եմ ներկայացնում, որ սա չի կարելի անել, նա չի կարելի անել, հետո որ ինչ որ մի բան անելուց հետո մարդը իրեն չմեղադրի։ Հատկապես հիվանդությունների մասին եմ ես իում խոսել, որովհետև մարդը պետք է հասկանա, որ այդ դա հենց չի կարելի անել, որովհետև լուսինն է, շատ էներգիա է տալիս երկրագնդին, բավականին շատ։ Եվ իր այս ինքը չար էներգիա է տալիս, որ ինքը սև է, ինքը սպիտակ չի։ Արևն է իրան գույն տալիս։ Դրա համար էլ ինքը այդպես ինքը իր սև էներգիան է տալիս։ Դա ուղղակի մարդիկ պետք է հասկանան։ Հնարավոր է նաև այդ օրը հրատապ խնդիրներ լինեն, որից որ ընտանիքում կարող է ինչ-որ այդ անդորը խախտվել եւ պետք է ինչ-որ մի բաներ անել, սա անել, նա անել, տան անվտանգությունը պահպանեք անպայման, ստուգեք լարերը, տակերը, ամեն ինչ ստուգեք, հետո նոր քնեք։ Դες ոչ ոք ոչինչ չի ասում։ Մարդիկ կան գազը մոռանում են անջատեն, սա այն մեկը գիտի նա է անջատել, մյուսը գիտի նա է անջատել, եւ ի վերջո ոչ ոք չի անջատել եւ այդպես քնում են հետո կամ հա առավոտյան թունավորված կամ եւ այլն։ Դրա համար պետք է շատ ուշադիր լինել։ Լարված միացումների ժամանակ պետք է այդպես լինի։ Ոնց որ ինչ որ մի բան պետք է լինի, որ դուք շատ շտապ անհրաժեշտ է դա լուծեք այդ օրը։ Ճիշտ է, դա եւս կապված է տարբեր մարդկանց հետ, ում քարտեզում լուսինը որտեղ է գտնվում այս պահին, դա հենց դա է նշանակում, այն մարդկանց, որ լուսինը գտնվում է իրենց 4-րդ տանը եւ լարված միացում ունի, հենց ազդում է իրենց տան վրա անմիջապես։ Դա համար սա վերացական է, սա պետք է հասկանալ, որ բոլորի համար է եւ բոլորի մոտ է նաեւ կարող է լինել, բոլորի մոտ կարող է նաեւ չլինել։ Պետք է հասկանալ, որ ձեր քարտեզի է կատարվում մարդկանց հետ յուրաքանչյուր բան։ Այդ օրը նաև կարող է առաջանալ ժամանակավոր թուլություն, մի փոքր կարող է նյարդային լինել, կարող են մարդիկ ունենալ ստամոքսի ցավ, ձեռքերի դող նաև, հագուստը կարող է նյարդայնացնել ձեզ, հագուստի որակը նաև կարող է նյարդայնացնել ձեզ եւ պահպանեք ճիշտ հիգիենան։ Եվ խոսելուց եւս պետք է ուշադիր արդեն նշեցի, այստեղ կարող է մեկը մյուսի հետ լեզվակռվի մեջ մտնի, լարվածությունը բավականին շատ է։ Եվ հենց խոսքով կարող են ուղղակի այդպես խոսել։ Փաստաթղթերին շատ ուշադրություն դարձրեք, որպեսզի ինչ-որ փաստաթուղթ չկորցնեք այդ օրը։ Կարող է աշխատանքային օրվա ռեժիմը ուղղակի խաթարվի, կարող են ասել մի փոքր երկար մնացեք, մի փոքր կարճ մնացեք, որովհետև ապրանք չկա, սա չկա, եւ այդպես կարող եք դուրս գալ օրինակ այդ պահին, կամ երկար մնալ, կամ ինչ-որ բան չկա, այնտեղ մնաք, սպասեք մինչև լինի։ Կարող է նաև անկոչ հյուր գալ ձեր տուն կամ ձեր ում հետ որ աշխատում եք այդ գործընկերոջ հետ ավելի մի փոքր նյարդայնացնող լինի իր հետ կապված աշխատանքը։ Դե գնումներ մի կատարեք այդ օրը, շատ մեծ հատկապես։ Սպասեք, հեսա այդ միացումները կթողնեն լարված, ինքը լուսինը առաջ կգնա եւ արդեն ավելի լավ միացումներ կունենա նման մոլորակների հետ։ Մեկ քայլ էլ մի փոքր էլ առաջ գնա, արդեն ավելի լավ միացումներ ունենալու հենց բոլորի հետ։ Դրա համար սպասեք եւ այդպես, բանակցություններ մի վարեք, որովհետեւ անհնարին է այստեղ յուրաքանչյուր փաստաթղթեր կնքել, պայմանագիր կնքել, ճիշտ է ամսի 25-ը կիրակի օրն են գնում, բայց ամենայն դեպս, ինչ որ պահեր մարդիկ ավելի շատ կիրակի օրը դուրս են լինում այս այն կողմ եւ մարդկանց հետ են խոսում,
Դա եւս էլի այդքան էլ լավ չէ։ Ընտանիքում նույնպես։ Ընտանիքում մի ընդունեք հյուրեր այսօր, ուղղակի բարենպաստ չէ հյուրեր ընդունել։ Եվ երեխաները կարող են չլսել, երեխաները կարող են լարված լինել, պատասխանել, հատկապես անցումային շրջանի երեխաները կարող են լավ լեզվակռվի մեջ մտնել ձեզ հետ։ Այդպես հարևանների հետ քիչ խոսեք, որտեղ լարված միացումները պետք չէ, ուղղակի կարող է այդ օրը վիճեք, հետո երկար ժամանակ չխոսեք։ Այսքանը սիրելիներ, ձեզ լավ օր եմ մաղթում, ուղղակի պահպանեք ամեն դեպքում զգուշությունը հանգիստ օր է պետք պահպանել։ Այսքանը, լավ եղեք։